Եկեք իրար հետ ասենք Փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, Փառք Աստծուն, Աստված օրհնի եղբայրներին, որ կարևոր բաներից խոսացին, ժողովուրդ ջան, որտեվ ես որ լսում եի, մտածում եի, ասում եմ, երբեմն մենք հավատքը պատկերացնում ենք, ինչպես ենք պատկերացնում, որ ես պետք է գամ Տիրոջ առջև, միշտ ասեմ Տեր, տուր, Տեր արա, Տեր օգնիր, Տեր ողորմիր, բայց Աստծո նպատակը ընդամենը դա չի, որ մեզ ընդամենը ապահովի մեր ուզածներով, ժողովուրդ ջան, Աստծո նպատակը նա է, որ մենք կարողանանք հասկանալ նրան, ով է մեր համար Աստված, ինչի Աստված փրկիչ ուղարկեց, որտեղ ես փրկչի կարիք ունեի, ժողովուրդ ջան, որտև ես կարիք ունեի, որ լինեմ Աստծո հավիտենական արքայության մեջ, այդ կյանքի մեջ, ժողովուրդ ջան, բայց ես երբեմն այդ բաները չեմ կարող տեսնել, ես երբեմն ավելի շատ ուրիշների սխալներն եմ տեսնում, իմ մեջ հարցեր առաջանում, ինչի սա այսպես արեց, ինչի սա այսպես խոսեց, ժողովուրդ ջան, ես ուզում եմ միտեղ կարդալ, մեզ բոլորիս ծանոթ տեղա, Մատթեոս ավետանի մեջ մի հոգի փարիսեցիներից մոտեցավ Հիսուսին ու հարցրեց, փարիսեցիները երբ լսեցին, թե անիկա պապանձեցուց սադուկեցիները մեկտեղ ժողովեցան եւ անոնցմե օրինական մը հարցուց զանիկա, փորձելով, վարդապետ, որ պատվիրանքը մեծ է օրենքի մեջ, Հիսուսը ասավ, քու Տեր Աստվածը սիրես քո բոլոր սրտովդ եւ քո բոլոր անձովդ ու քո բոլոր մտքովդ։ Այս է առաջին ու մեծ պատվիրանքը, ու երկրորդը անոր նման, քո ընկերդ սիրես քո անձիդ պես։ Այս երկու պատվիրանքեն կախված են բոլոր օրենքը եւ մարգարեները։ Կարծես թե այս ամբողջ գիրքը հին ուխտի Տեր Հիսուս բերում համեմատում է, միացնում է մի կարճ խոսքի, ժողովուրդ ջան, սիրես քո Տեր Աստծուն, ամբողջ սրտով, չէ, ամբողջ անձով, շատ հետաքրքիր է, եղբայրներ քույրեր ջան, մենք որ գալիս ենք Տիրոջը, մի քիչ Տիրոջը ճաշակում ենք, զգում ենք Տիրոջ ներկայությունը, մեզ թվում է Փառք Տիրոջը, մեր սիրտը արդեն ոնց որ Տիրոջն ենք տվել, չէ, բայց երբեմն մենք չենք տեսնում, որ հլա դեռ իմ սրտի մեջ անկյուններ կան պահված, որտեղ ես կարծես թե փակել եմ Տիրոջ առջև եւ չեմ ուզում, որ Տերը այդ իմ սրտի այդ անկյուններում լինի, որովհետեւ կբացահայտի այդ սրտի անկյունների խավարը, ժողովուրդ ջան։ Կտեսնեմ այդ անկյունների մեջ իմ հպարտությունը, իմ եսը, իմ անձը, իմ փառքը, Այդ եղբայրը պարզ ձևով բացատրում էր, որ աղոթքը, երբ որ տեղի է ունեցել, երբ որ ինքը աղոթք արել, ինչ է բացահայտել այդ աղոթքի մեջ, ոչ թե բացահայտել է նա, որ Տեր, նայ քո համար ինչպիսի խոսքերով եմ քեզ փառաբանում, այլ բացահայտել է, որ այդ աղոթքով ինքը փորձում է ինչ-որ մեկին մի բան ցույց տա, մի բան ապացուցի, այդ ինչ որ խոսում էր եղբայրը իմ հետ էլ է տեղի ունեցել, ժողովուրդ ջան։ Ես էլ եմ դա զգացել։ Ու զգացել եմ, որ դա Աստծուն հաճելի չի, Աստծո առջև ընդունելի չի։ Թեպետ եւ կարծես թե ձգտել եմ, փափագել եմ, որ Աստծուն հաճություն լինի, բայց դրա մեջ մի ուրիշ բան եմ ես բացահայտել ու տեսել, ժողովուրդ ջան։ Դրա համար Աստված մարդուն ուզում է օգնած լինի։ Ես ուզում եմ կարդալ Թագավորաց գրքի մեջ մի հետաքրքիր տեղ կա, 3-րդ Թագավորաց գիրքն է, խոսում է 11 գլուխն է, Սողոմոնի մասին է խոսում, սկզբից կարդամ հիմնական 4-րդ խոսքն է, Սողոմոն թագավորը Փարավոնի աղջիկեն Զադ շատ օտարազգի կիներ, այսինքն Մովաբացի, Ամոնացի, Եդոմացի, Սիդոնացի, Քետացի կիներ սիրեց, այն ազգերեն, որոնց համար Տերը Իսրայելի որդիներուն ասել էր, անոնց քով մի մտներ
ու անոնքալ ձերքով թող չմտնեն, որպեսի ձեր սրտերը իրենց աստվածներուն չդարձնեն։ Սողոմոն սիրով անոնց հարեցավ։ Անիկա 700 իշխանազուն կին ու 300 հարճ ուներ։ Անոր կիները անոր սիրտը խոտորեցուցին։ Եվ 4-րդ խոսքը կարդում ենք. Սողոմոնին ծերության ժամանակ անոր կիները անոր սիրտը օտար աստվածներու դարձուցին, ու անոր սիրտը իր Տեր Աստծուն հետ իր հոր Դավիթին սրտին պես կատարյալ չէր։ Հետաքրքիր ռուսերեն թարգմանության մեջ որ կարդում ենք, ռուսերեն թարգմանության մեջ հետաքրքիր ձևով ասում, ես կարդամ, ասում է «Во время старости Соломона жены его склонили сердце его к иным богам, и сердце его не было полное предано Господу». Սխալ կարդացի։ Господу Богу, как сердце Давида, отца его։ Այսինքն հետաքրքիր է, չէ՞, Սողոմոնը ինչ անձնավորություն էր, ժողովուրդ ջան։ Սողոմոնը Աստված իմաստություն էր տվել, հարստություն էր տվել, փառք էր տվել։ Սողոմոնը կառուցեց Տիրոջ անունով տաճար Իսրայելի մեջ, ժողովուրդ ջան։ Բայց հետաքրքիր է, իր ծերության ժամանակ վկայվում է խոսքով, որ ինքը իր ամբողջ սրտով սիրտը չէր տվել Տիրոջը, ինչպես իր հայր Դավիթը։ Հիմա ինքս ինքը հարց առաջանում, ինչպես է իմ սրտի վիճակը, եղբայրներ, քուրեր ջան։ Աստված ինքը գիտի ամեն բան, ու գիտեք ինչ, երբ որ մենք որոշում ենք կայացնում ապրել Աստծու հետ, չէ, քայլել Աստծու հետ, Աստված մի յուրահատուկ ձևով մեր հետ աշխատանք է տանում։ Ինչի համար, որպեսի ինձ օգնի, որպեսի ես տեսնեմ, արդյոք ամբողջ սրտով եմ ես Տիրոջը սիրում, ամբողջ անձով եմ սիրում։ Ու հետաքրքիր ձևով Աստված տարբեր ճանապարհներով է տանում, գիտեք։ Մենք կարդում ենք, ոնց որ եղբայրները խոսեցին, չէ, Սաղմոսների մեջ մենք տեսնում ենք Դավիթի, Ասաբի, չէ, Մովսեսի, նրանց կյանքի փորձառությունը, ինչ որ իրանք Աստծուց սովորել են, ինչ որ Աստծուց առել են, եւ նույնն էլ Արմեն եղբայրը, Էդիկ եղբայրը խոսեցին, այն փորձառությունը, որ իրանց կյանքում տեղի էր ունեցել, ժողովուրդ ջան, այն ինչ որ կատարվել էր ու իրանք այն ինչ որ չէին տեսնում, սկսեցին տեսնել, եղբայրներ, քուրեր ջան։ Իրոք երբեմն մենք չենք տեսնում, բայց ինքը Աստված տեսնում է, բայց Աստված չի ուզում, որ մեզ թողի հենց այդ վիճակի մեջ էլ մնանք, ասենք լավ, դե ոչինչ, այսքանով յոլա կեթանք, չէ, մենք սովորաբար այդ բառը օգտագործում ենք, ոնց որ հարմարվելով իրավիճակների մեջ, բայց Աստծուն դա բավարար չի։ Աստված չի ուզում, որ մենք ինչ որ մի իրավիճակի մեջ հարմարված լինենք ու տենց իրեն պաշտենք, գեղեցիկ խոսքեր ասենք, փառք Տիրոջը, Աստված այն ամենալուրջ ուզում է ինձ տանի այդ կատարելության, այդ կատարյալին, եղբայրներ, քուրեր ջան։ Դրա համար Աստված կարա տանի քեզ արտասված հովիտով։ Աստված կարա քեզ տանի մահվան շուքի ձորով։ Աստված երբեմն մարդուն նույնիսկ տանում է, ինչպես եղբայրն էր ասում, անապատ կարա տանի։ Օրինակ, Ովսե մարգարության մեջ մի հետաքրքիր տեղ կա, մեզ շատերիս ծանոթ է, ինձ թվում է, Ովսե մարգարության 2-րդ գլուխ 14 խոսքում նայեք ինչ ասում. Անոր համար ահա ես զանիկա պիտի հրապուրեմ, զանիկա անապատը պիտի տանեմ, անոր սրտին պես պիտի խոսեմ։ Տեր Աստված, տաներ մի հատ ավելի լավ տեղ էլի, այնց որ անտառ լիներ, ջրվեժ լիներ, գետեր լիներ, այնց թռչունների այն ծլվլոցը լիներ, ոնց որ մի քիչ ներվերս հանգստանար, ու այդ ժամանակ իմ սրտի հետ խոսայի, ես
լավ կլսեի։ Անապատ է տանում, ժողովուրդ ջան։ Ինչի։ Անապատում բան չկա, որ ինչ-որ մի բանի վրա հենվես դու։ Միտք առնում եք, եղբայրներ, քույրեր ջան։ Աստված երբեմն նույնիսկ մարդուն թողում է մենակության մեջ։ Նայեք, Սաղմոսների մեջ Դավիթը 25 Սաղմոսի մեջ այսպեսի խոսքեր է ասում. Ես ամբողջը չկարդամ ժամանակի պատճառով, բայց տանը դուք 25 Սաղմոս ամբողջությամբ կարդաք։ 15 խոսքից կարդամ. Իմ աչքերս ամեն ատեն Տիրոջը կնայեն, վասնզի անպիտի հանե իմ ոտքերս որոգայթեն, ինձի դարձիր ու ողորմե ինձի, վասնզի մենակ ու վշտացած եմ։ Հետաքրքիր է ասում, Տեր Աստված կարելի էր ասել, չէ, Դավիթ, ինչի Դավիթին մենակ թողեցիր։ Ինչի թողիր, որ Դավիթը վշտանա, եղբայրներ, քույրեր ջան։ Գիտեք ինչ, իմ հետ տենց բան եղել է։ Երբ որ ես զգացել եմ ամբողջությամբ մենակ եմ, բայց իմ շուրջ բոլորը եղբայրներ, քույրեր են եղել, ինչ շատ մտերիմ եղբայր է եղել, որ ինձ թողել է, ես անջվում էի ահավոր ձևով ու մտածում էի, ասում էի, ինչի Տեր Աստված, ինչի իմ մոտիկ եղբայրը, իմ ընկեր եղբայրը ինձ այսպեսի վիճակի մեջ գցեց, թողեց, անարգեց, մերժեց, ու ես այդ ամեն ինչի մեջ զգում էի իմ մենակությունը, ժողովուրդ ջան, ու անդադ հարցնում էի Տեր Աստված, իրոք այդ մենակության մեջ, ոնց որ ես զգում էի մի հատ անապատի մեջ եմ, բայց իմ շուրջ բոլորը շատ մարդիկ կային, այնքան մարդ կար հարցնում էր ոնց էր, ոնց ասեմ, փառք Տիրոջը, բայց մենակ էի, ժողովուրդ ջան, իրոք դա անապատ էր։ Այդ եղբայրը, որ ես շատ մտերիմ մոտիկ էի, ինքը ննջեց։ Ամեն անգամ ուզում էի հարցնեի, ինչի այդ բանը արեցիր։ Բայց ոնց որ չէր ստացվում, միշտ չէր ստացվում, նույնիսկ մահանալուց հետո ասում էի, ինչի չհարցրեցի։ Բայց այս ամեն ինչի մեջ գիտեք ինչ հասկացա։ Աստված թույլ տվեց, որ ես այդ անապատի մեջ, այդ մենակության մեջ տեսնեմ այն, ինչ որ ես չէի տեսնում։ Տեսնեի, որ ես այդքան չեմ ապավինել Տիրոջը, այն ինչքան որ ուզում էր Աստված, որ ես նրան ապավինեի, եղբայրներ, քույրեր ջան։ Ունենայի այն հաղորդակցության կապը, այն ինչ որ Աստված կուզենար դա տեսնել։ Ճիշտ է, մենք երբեմն այդ խոսքերը կներեք, էլի անգիր արած ասում ենք եւ Տեր Հիսուս Քրիստոսի սերը, Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեր ամենքի հետ լինի եւ ասում ենք այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից, բայց էդի ասելով դա տեղի ունենում է թե չէ։ Կայանում է այդ հաղորդակցությունը, թե ոչ, ժողովուրդ ջան։ Բայց խոսքերը Աստված հենց այնպես չի ասել, որ ես դա անգիր արած ասեմ, որպեսի Աստծուն հաճելի լինի եւ Աստծուն դուր գա։ Աստված այդ խոսքերը սովորեցրել է ինձ, որ ես միտք առնեմ ու հասկանամ ու իմ միտքը արթնանա ու տեսնեմ, որ այսօր ես կարիք ունեմ նրա շնորհքի, ես կարիք ունեմ նրա սիրու, որտեվ ես մարդկորեն շատ մարդկանց սիրել եմ, հետո չեմ սիրել, հետո թողել եմ, բայց այն սերը, որ ինքը ունի ու տալիս է մեզ իր Սուրբ Հոգով, դա լրիվ ուրիշ բան է։ Այն հաղորդակցությունը, որ Սուրբ Հոգու միջոցով տեղի է ունենում, ժողովուրդ ջան, ինքը բացահայտում է իմ սրտի եղածը, իմ ներքին վիճակները, որպեսզի ես ավելի փափագեմ իրեն, ավելի ձգտեմ իրեն, ոնց որ էդիկ եղբայրներ ասում, որպեսզի տեսնեմ
իմ զրո լինելը, իմ ոչինչ լինելը, եղբայրներ քուրեր ջան։ Բայց հələ դեռ այդքան էլ ինձ բացված չի։ Ես ոնց որ միշտ օրինակ ենք վերում, ասում է քույրիկը ասում է սաղին այցելեցին, ճիշտ է ես հողը մոխիր եմ, բայց ինձ ինչի տեղ են դրել ասում է։ Հələ չի ոչնչացել, էլի, հələ մի քիչ այդ ոչնչի մեջ մի բան մնացել է, ժողովուրդ ջան։ Ճիշտ է, մենք սենց հեշտ է խոսալը, բայց երբ որ գալիս է այն պահը, որ պետք է ոչինչ լինես, մի քիչ շատ դժվար է լինում, շատ դժվար է լինում։ Թող Աստված օգնական լինի, որպեսզի իրոք ժողովուրդ ջան, Աստված կարա քեզ տանի անապատ, կարա քեզ թողնի մենակ, որ դու սկսես փնտրել քո Տիրոջը, որ առանց նրա մենք ոչ մի բան ենք, ժողովուրդ ջան։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։